Ուզում ճշտել, ընդհանրապես դրամաշնորհների մասին է խոսքը, դրամաշնորհները ստացման process-ում են եւ պետք է օգտագործվեն խստիվ իրենց նպատակին։ Դրանք գրանտ են, դրանք վարկեր չեն։ Դրամաշնորհներ են, տրանսֆերներ են, այդպես են ասում։ What?
Ինչքան կարել հերը 10 տարի կերան։ Ամոք ժողովրդի դեպ Աննա։ Ժողովրդի զավիշ է։ Բայց ինչի համար, նայրի։ Աննա սրանց, ես ոչ թե սենց դու սպանեի, պտի մորթեինք։ Ես ժողովրդի արունը 10 տարի ծծեցին, ես երջիրը կործանեցին։ Բան չի մնացել։ Երկու շենք է մնացել, ես կվերացնեն կպրծնի ցավը տանեմ, ես ինչքան Բայց Վազգենին սպանելով։ Վազգենը ամենատականքներ ես ազգի, 5 տարի չթողեց ընտրությունը լի, 5 տարի։ Բայց ինչի հիմա, նայրի։ Որովհետև հիմա եմ ճարե ես քակ, շուտ ճարե ես 92 թվին Լևոնի շան նման սարքս։ Շուտ արեք, դուս եք ուզ ամբողջ ժողովրդին դեպի շեն։ Շուտ արեք, դուս եք ուզ ամբողջ ժողովրդին դեպի շեն։ Ով չի թողի։ Էդնից ամուրից ասեք շուտ, սա ժողովրդին դերս։ Նրան մոտերով որդի ասեք նայրի։ Սա ժողովրդին դեպի շեն։ Բայց նապեք չեն թողնի, կարող անա։
Էդի բեր։
շտապողություն կանչել։ Ո՞վ է։ Դանի կաչի շտապը։ Ասաններ մամա։ Էլա չկարում։ Ակո կապնատը չկաց ասում։ էլա վերջա։ Ահա։ Edo şart. Vale. Dera dura. Deni dura. Erkenden aradı lan bu. O da bu. Bırak. Ya, ay burada. Ay.
Սունեն։ Արդեն կող հոտկով կան ճիշտ։ Կապեր կող հոտկով կան։ Ճանապարհները ամբողջ չէ։ Ասում են ճանապարհները ամբողջ չի կող հոտկով կան ճիշտ։ Ոչ կապեցին չեն։ Չէ, սպիտակ արական կողը ոչ չի։ Դե ովքեր են ավար։ Ո՞վ է դարձած են որ մեքենա։ Ո՞վ է դա։ Լավ եմ չեմ ետարանում, ո՞վ է դա։ Ալու ետարանում։ Սամուտներից ես գուշ, չկրակ ես, մեկը նայեց անցավ գնաց, սամուտներից ես գուշ, չկրակ ես, մեկը նայեց անցավ գնաց։ Սենյակ չկա։ Նարով, հետո դու երկանի ուշագրություն գաս։ Հագիր։ Իրանք է։ Բայց մատ կա։ Անցիծավի շան չի ասում։ Ես նում արեմ, ասում եմ մար չեմ։ Ես որ իմ կյանքին ապսեցրի չէի գալել։ Հետինա, շուր, հագի դուրը։ Արա հագի օմոնայ մետո կիմանա սինատենը միզեն է, շուտ արա։ Հագի ասի կրատում է։ Հագի։ Դուրը հագի։ Դուրը հագի։ Կրատում է։ Gordon.
Հեսա մի վարկյան է թարցկուլուց։ Ժորժյան դուք չեք ջոքում, որ ազգը մեղ կա իրոք։ Իրոք մեղ կա։ Բա հավաքում եք լրում եք, ոչ մեկը միատ ձեն չեք հանուցիր։ Հիմա ես իմ ջայլ կյանքը դրել եմ, ինձ խփենել, էլի ոչ ենքան, որ իմանամ ազգը սաղնել։ Հարգելի գործընկերներ, ներկա իրավիճակից ելներով բոլորիս առաջնահերթ խնդրում եմ սառնասրտություն ցուցաբերել ներկայիս իրավիճակին։ Եթե կա մեկ մարդ, որ կարող է այս բոլորը ղեկավարի ներկա իրավիճակից ելնելով, եւ դա ինչպես ոչ եմ անում ներկայիս իրավիճակին հնազանդվել, ժողովրդի նույնը խառնաշփոթություն հայրենիքում չստեղծել, որովհետև սա ինչ լավով թե վատով սա թող ժողովուրդը գնահատական տա, բոլորը այստեղ ժողովրդից ընտրած եք, ամենակարևորը խնդրում եմ սառնասրտություն եւ հնազանդվել ներկա իրավիճակին։ Եթե լսվում է ընդհանուր խնդրում եմ բոլորին, անվտանգության մարմիններին, օրգանների, շենքին մոտիկ չգաք, արնահեղություն չլինի, ինչ որ եղավ բավական է։ Համապատասխան օրգաններին չմոտենան ազգային ժողովի շենքին ստեղծված իրավիճակում։ Միակ ելքը նաև, որ մենք կարողանանք չխառնվել հանգիստ, որ կարողանանք կարգավորել այն իրավիճակը, որ ստեղծվել է։ Նորից խնդրում եմ հանգիստ լինել
չխառնվել իրար, խոչապը կարող է մեզ ավելի մեծ վնաս տա։ Հանգստություն և համբերություն։ Только так. Ես խնդրում եմ որպես նախկին միլիցիայի աշխատող կոչ եմ անում իմ գոլեգաներին։ Ես Կոստանդյան Գագիկն եմ, միլիցիայի բարձրաստիճան սպա։ Եվ խնդրում եմ իմ բոլոր գոլեգաներին, այստեղ լուրջ իրավիճակ է եւ լուրջ մարդկանց հետ գործ ունենք։ Խնդրում եմ զգոն լինել, խնդրում եմ նստել բանակցությունների միայն, բանակցությունների միջոցով միայն կարելի է մնացածի կյանքը փրկել։ Բոլորիդ խնդրում եմ իմ նախկին գոլեգաներ լինել խոհեմ եւ ամեն ինչը կատարել մտածված եւ ճիշտ։ Համենայն դեպս իմացեք, որ մենք այստեղ լուրջ իրավիճակում ենք եւ գործ ունենք լուրջ մարդկանց հետ։ Մարդիկ, որոնք հավանաբար կրված մարդիկ են եւ գիտեն եւ զենքի արժեքը եւ կյանքի արժեքը։ Խնդրում եմ խոհեմ լինեք նորից։ Արգելի գործընկերներ, ներկա իրավիճակից ելնելով ես նորից խնդրում եմ առաջարկել մի բան, միայն խաղաղ բանակցությունների միջոցով մեր падգամավորների կողմից հանդիպենք իշխանությունների հետ, թե ժողովրդի ներկա իրավիճակը կասեցնելու համար, դա ամենաառողջ, ամենախելամիտ ներկայիս քայլը կլինի։ Եվ խնդրում եմ նույն ընկերներից հանդիպում ժողովրդի հետ եւ կառավարության հետ падգամավորներին նստել բանակցությունների, որը կսառեցնի նման ծանր իրավիճակը, բոլորս չգտնվենք խոճապի մեջ։ Սիրելի ժողովուրդ, ես ձեզ եմ դիմում, ձեր խոսում է Ռուբեն Հակոբյանը։ Բավականին լուրջ իրավիճակ է։ Առաջին խնդրանքս, որ հանգիստ լինեք, սառնասիրտ լինեք, շատ լուրջ իրավիճակ է, եւ առաջին խնդրանքը որ ունեմ, որ ազգային ժողովի շենք ոչ ոք մուտք չգործի։ Մուտք գործելը շատ ավելի ծանր իրավիճակ է ստեղծվելու։ Բոլորը քաղաքական ակտիվություն այժմ դրսևորեք, դուրս եկեք եւ միակ պայմանը, որ այսօր կարող է որոշակի նորմալ վիճակ ստեղծի բանակցային մոմենտները, որ պետք է բանակցություններ ստեղծվեն։ Բանակցությունների միջոցով որ կարող ենք այս չափազանց լուրջ իրավիճակում դուրս գալ։ Արմենջան, կարեք օգնենք գույնը մահացածներին քաշել միասին ակնկալում ենք։ Արեք խնդրում եմ օգնեք։ Տղաներ խնդրում եմ օգնեք։ Արտացնենք գույնը Ես խնդրում եմ ձեզանից, ես չգիտեմ ձեր անուն ինչպես ձեզ դիմեմ։ Ընկերներին ինչպես կոչեմ ձեզ։ Այո։ Խնդրում եմ շտաբ օգնության մեքենա ուղարկեք ստեղ, բժիշկներ ուղարկեք վիրակապերով, մի քանի հատ։ Եվ ամենակարևորը կոչ եմ անում, եթե շենքում կան զինված մարդիկ եւ նկատառումներով ուզում են մեզ օգնել, խնդրում եմ նման կարիքը հիմա չցուցաբերել։ Մեր կողմից արտահայտություն է միայն падգամավորների խաղաղ բանակցությունների միջոցով։ Այն ինչ որ տեսանք բավական է։ Օգնող
Գևորգյան, մահացել։ Արեք օգնեք։ Որքոմ։
Բանդիկներ չեն։ Հասկանալի է, պատկասում Չելանը շատ բարձր, ապատոմատը ձորը տողանի, Պարոնայք պատգամավորներ, եթե կարելի է վիրավորներին դուրս բերեք շտաբ օգնություն։ Մեքենաները կանգնած են։ Մի րոպե, բոլորը տեղերում ուշադրություն։ Հարգելիներս հանգիստ, բժիշկներին եկսև ենք առնում, վիրավորներին կազմակերպում ենք տեղափոխում, բոլորը տեղերում հանգիստ նստեք, մի րոպե հիմա տեսնենք ինչ է կատարվել, մի րոպե խնդրում եմ։ Շտականակ, որպեսզի ինժեներ, եթե որևէ մեկն էլ զենք ունի, խնդրում եմ, զենքից դիման չկիրառել, ոչ մեկը զենք, դուք նույնպես օրենքի առաջ պատասխան ենք տալու, միևնույն է դուք էլ բոլորը պատասխան եք տալու, խնդրում եմ երեխաներ, տեսեք ինձ հիմա սկորիկ բոհաշ։ Նարի, գործ Այդ վետերը չի ստացում։ Նա համարը հավաքիկ տվեք։ Ես համարը չկնես։ Նա հավաքիկ էլի։ Անը ջան հավաքիկ։ Բրա, այն վիրավորին տարան։ Մենք շտաբով բայց չեքում պատգամավորներով Նարի
Պատահանների կողքից բոլորը դուրս եկեք, ոչ մեկ չմոտենաք պատահաններին կկրակեն։ Դուրս եկեք, պատահանների կողքից դուրս եկեք։ Ես ասում, կարող սպասի։ Ազգային ժողովի շենքում գտնվող բոլոր անվտանգության ծառայողները դալիճի մոտից թող գնան բակ, չմոտենան դալիճին։ Երկրորդը, օպերատորական սենյակները նստած աշխատողները թող դուրս գան, սենյակներից թող դուրս գան դալիճ։ Եթե ցանկանում եք, որպեսզի նոր արյուն չթափվի, օպերատորական սենյակներում գտնվող աշխատողները տեխնիկական դուրս եկեք։ Ռոլան, Ռուբիկի հետ գնացեք դրանց հանեք նույնց եմ կրկնում, օպերատորական սենյակներում գտնվողները, տեխնիկական աշխատողները դուրս եկեք։ Անվտանգության ծառայության աշխատողներին խնդրում եմ ուղղակի դալիճին չմոտենալ։ 615 արդեն լքել են դալիճը, խորհրդան։ Ճամբռան, Իսմայելի աղբորանուն ինչ է։ Կարեն Հունանյան։